Սուրբ Զատիկը մոտենում է, և մենք այսօր պատրաստելու ենք անչափ համեղ, փափուկ և իհարկե գեղեցիկ նապաստակ բուլկիներ Զատիկի սեղանը ավելի գեղեցիկ և համեղ դարձնելու համար։ Ողջույն սիրելիներս, ձեզ հետ է Նարինեն, սիրով կկիսվեմ այս համեղության պատրաստման բաղադրատոմսով։ Անցնենք գործի, պատրաստում ենք խմորը։ Դրա համար ամանի մեջ լցնում ենք գոլ կաթը, ավելացնում ենք ջուրը, ինչպես միշտ բաղադրիչների ճշգրիտ քանակությունը կգտնեք տեսանյութի ներքևում։ Այնուհետև այստեղ ավելացնում ենք շաքարավազ, ավելացնում ենք խմորիչ, մի պտղուն ծաղ ենք ցանում, կոտրում ենք 2 ձուն, և այս ամենը լավ խառնում ենք։ Որից հետո փուլ առ փուլ ավելացնում ենք ալյուրը, պետք է ստանանք շատ փափուկ խմոր, եթե ալյուրը շատ անենք, բուլկիները այդ փափկությունը չեն ունենա։ Դրա համար քիչ-քիչ ենք ավելացնում, ընթացքում հասկանալու համար, թե որքան ալյուր է պետք փափուկ բուլկիներ ստանալու համար։ Երբ խմորը բավականաչափ պնդանում է, այստեղ ավելացնում ենք սենյակային ջերմաստիճանի շատ փափուկ կարագ և շարունակում ենք տրորել։ Եթե զգում եք այստեղ, որ խմորը շատ թույլ է և չեք կարողանալու աշխատել հետը, կարող եք մի քիչ ալյուր ավելացնել։ Այստեղ ես տեսնում եմ, որ ալյուրը բավականաչափ արդեն ավելացրել եմ, բայց քանի որ պետք է մի փոքր հունցել, մի փոքր ձեթ եմ ավելացնում և շարունակում եմ հունցել մոտավորապես 2-3 րոպե, որից հետո ծածկում ենք սննդային թաղանթով և տեղափոխում ենք տաք տեղ, որպեսզի խմորը հասունանա։ Ինչպես միշտ ես տեղափոխում եմ ջեռոց, ջեռոցը միացնում և տաքացնում եմ 30-ից 40 աստիճան, որպեսզի լինի գոլից մի փոքր տաք միջավայր և խմորը շատ արագ հասունանում է։ Տեսեք, թե որքան թույլ խմոր է պետք ստանալ, այստեղ է գաղտնիքը, թե որքան փափուկ կստացվեն բուլկիները։ Հավաքում ենք խմորը, մի փոքր ալյուր ենք ցանում, որպեսզի կարողանանք աշխատել և խմորը բաժանում ենք մասերի և պատրաստում ենք գնդեր։ Գնդերը պատրաստելուց անմիջապես հետո արդեն սկուտեղի մեջ ձևավորում ենք մեր նապաստակ բուլկիները, անում ենք այնպես, ինչպես ցուցադրում եմ տեսանյութում։
Եվ ահա, ծածկում ենք խոհանոցային սրբիչով, թողնում ենք մոտավորապես 10-ից 15 րոպե, որպեսզի գնդերը նորից հասունանան։ Իսկ այստեղ ամանի մեջ կոտրում ենք ձու, ավելացնում ենք կաթ եւ բուսայուղ, որպեսզի բուլկիները ել ավելի փայլուն եւ ոսկեգույն ստացվեն։ Լավ խառնում ենք եւ քսում ենք գնդերին։ Այս ընթացքում նախապես միացնում ենք ջեռոցը, որպեսզի տաքանա, տաքացնում ենք 170 աստիճան։ Ահա եւ վերջ, տեղափոխում ենք ջեռոց, մինչև ստանանք այսպիսի գեղեցիկ ոսկեգույն եւ փափուկ նապաստակներ։ Դե ինձ սիրելի հետևորդներ, այսօր էլ պատրաստել էի այսքանը։ Հուսով եմ հավանեցիք իմ պատրաստած տեսանյութը։ Եթե հավանեցիք, սեղմեք լայք, բաժարտագրվեք իմ ալիքին, սեղմեք նաեւ զանգակի կոճակը, որպեսզի բաց չթողնեք նոր տեսանյութերը առաջինը դիտելու հնարավորությունը։ Անպայման թողեք նաև ձեր կարծիքը մեկնաբանություններում, ինձ շատ հաճելի է կարդալ ձեր յուրաքանչյուրի գրած մեկնաբանությունը, կհանդիպենք հաջորդ տեսանյութում։